Նախապես Արագածոտնի թեմա հայտարարել էր, որ այսօր Խաչերթ է լինելու Կարբի եկեղեցու մոտից դեպի Հովանավանք եւ Հովանավանքում անցկացվելու է Անմա եւ Սուրբ Պատարագ եւ նաեւ վերվելու է Հովանես Մկրտչի մասունքը։ Ինչպես գիտեք, Հովանավանքում էլ կա Հովանես Մկրտչի մասունքը եւ բնականաբար սա ամենամյա միջոցառումներից է, որը իրականացնում է Արագածոտնի թեմը եւ նախապես հայտարարել էր եւ ինչպես գիտենք նաեւ զուգահեռաբար այդ կարգալուծ եղած քահանան արդեն եկել էին հայտարարություն տարածել, որ կրկին մեկ այլ կարգալուծ եղած հոգեվորական պետք է պատարագ անցկացնեն, պատարականման արարողություն անցկացնեն Հովանավանքում եւ բնականաբար ոստիկանության ներկայացնի միջամտությամբ, որպեսզի նաեւ բախումներ կամ այս տոնորով, որպեսզի անհարմարություններ չպատճառի հավատացյալներին, Արագածոտնի թեմը որոշեց, որ այդ խաչերթը տեղի չունենա, այլ հենց այստեղ Կարբի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Եվանմա պատարագը անցկացվի։ Իրավական տեսակետից դա հանցագործություն է, որովհետև քրեական օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված է, որ եկեղեցու գործունեությանը խոչընդոտելը, ինչպես նաև ծեսի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն։ Դա ուղղակիորեն նախատեսված է։ Մենք այստեղ նաև գործ ունենք կոնկրետ եկեղեցու զավթման փաստի հետ, ինչպես գիտեք, Հովանավանքը զավթված է եւ այս պայմաններում եկեղեցին, որի նաև սեփականությունն է հանդիսանում Հովանավանքը, չի կարողանում գործունեություն իրականացնել։ Ասեմ, որ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է նաև իրավունքի ինքնապաշտպանության հնարավորությունը, այսինքն եկեղեցին կարող է իր ներկայացնելով ինքնապաշտպանության, այսինքն գնալ եւ իր իրավունքը ինքը պաշտպանել, բայց բնականաբար այս պայմաններում Մայրաթոռը այդ ճանապարհով չի ընթանում, հաշվի առնելով, որ դա կարող է առաջացնել բախումներ, իսկ այն, որ այսօրվա վարչապետը բախումների հիմքեր է ստեղծում եւ ինքն էլ հրահրում է այդ բախումների, դա փաստ է։ Եթե հիշեք, նաեւ ինքն էր խորհուրդ տալիս, որպեսզի պատարագի ժամանակ, երբ որ ըստ պատարագի կարգի, երբ որ Ամենայն հայոց կաթողիկոսի անունն են կանչում, նա նույնիսկ խորհուրդ էր տալիս, հորդորում էր, որպեսզի մարդիկ բարձրաձայն, այսպես ասած, առարկեն այդ հանգամանքին, ինչը ուղղակիորեն ծեսի խոչընդոտ է համարվում եւ երկրի կառավարության գլուխը, որը պետք է որ այս երկրի քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին մտածի, մեր երկրի անվտանգության մասին մտածի, ուղիղ հակառակ բաններ անում։ Իդեպ դատախազությունից որևէ արձագանք է, եթե չեմ սխալվում, դիմել եք դատախազություն։ Տեսեք, բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել եւ մենք նաեւ երեք էլ օրինակ նոր հաղորդում է ներկայացվել Թալինում ծեսի կատարմանը խոչընդոտելու փաստի կապակցությամբ Թալինի եկեղեցում։ Նախորդ հաղորդումների մասով եւ նախորդ Կիրակի եւ այո, չէ, նաեւ այս նախորդ Կիրակի օրն էլ խոչընդոտվել էր։ Տեսեք, հաղորդումները բնականաբար, ինչպես եւ սպասվում է, քննիչի կողմից մերժվում են, դատախազը նույնպես թողնում է բողոքը անփոփոխ։ Այս պահին մենք մի 4 հաղորդման մասով հասել ենք արդեն դատարան, առաջինացիանի դատարանում ենք, որպեսզի պարտադրվի քրեական վարույթ նախաձեռնել, մնացածի մասով դեռ ընթացքի մեջ է։ Ընդհանրապես փաստի առիթով Թալինի համայնքապետի տվյալ փաստի առիթով ովքեր որ խոչընդոտում են եւ նաեւ մենք ունենք հաղորդում, որ այո, հենց Նիկոլ Փաշինյանի առնչվում, որտեղ ինքն է գլխավոր կազմակերպիչը այս անօրինությամբ։ Ինչ ակնկալիքներ ունեք դատարանից։ Տեսեք, այսօրվա իրավապահ համակարգը բնականաբար կատարում է իշխանության կամքը։ Բայց մենք լավ գիտենք, որ ոչինչ հավերժ չէ։ Առնվազն մենք այս ամենը փաստագրում ենք, արձանագրում ենք եւ իրավական ընթացքն ենք ապահովում։ Հետագայում ես վստահ եմ, որ այս ամեն ինչի համար պատասխան է տալու եւ նաեւ այն դատախազ քննիչ դատավորները պատասխան կտան, ովքեր ակնհայտ ապօրինություն են ցուցաբերում, իրենք վստահ են պատասխան են տալու։ Մենք սա ուղղակի այս բան արձանագրում ենք, գնում ենք առաջ։ Կուզեմ մի դրվագել անդրադառնալ, օրինակ Սուրբ Ծննդյան օրն էր, եթե չեմ սխալվում, երբ գնացել եք Թալինի եկեղեցին, որտեղ խոչընդոտվեց, պատարագը ցույցվեցին, փոխարենը մաստարա տեղափոխվեց, այնտեղ պատարագ մոտեցին։ Հնչում էր այսպիսի հայտարարություն, եթե չեմ սխալվում, հենց Թալինի համայնքապետի կողմից, որ Երևանից են եկել, այլ տեղերից են եկել, բայց այսօր փաստացի տեսնում ենք, որ նույն Հովանավանքում մեծ այսպես շքախմբով եկել էին նույն Թալինից էին մարդիկ բերվել, այդ թվում պաշտոնյաների գլխավորությամբ։ Այս
երևույթի հետ կապված։ Երևույթը շատ բացական երևույթ է, բաժանում կատարելը, տեսեք սևեր սպիտակներ, թալինցի երևանցի, չգիտեմ, գյումրեցի երևանցի, ընդհանրապես մեր Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքը, յուրաքանչյուր քաղաքացի կարող է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզ գնալ եւ իրենց գալ այնպես ինչպես կարող է գալ իրենց բնակարանում, իր տանը։ Եվ այս առումով բնականաբար շատ դատապարտելի, երբ որ դա պաշտոնատար անձն է ասում եւ նման գիտակցությամբ է դա ասում, շատ վտանգավոր երևույթ է եւ բնական է, ճիշտ եք նկատում, եւ երբ որ նույն ինքը խախտում է հենց իր իսկ սահմանած այդ բաժանումը։ Այս բաժանումների վերջը կգա, հավատացեք, բայց այն ինչ որ տեղի ունենում եկեղեցու դեմ, տեսեք խնդիրն ինչու՞մն է կանում։ Իրականության մեջ այսօր եկեղեցին մնացել է մեր վերջին միջնաբերդը։ Եվ եթե հիմա այսօրվա իշխանության մոտ հաջողի, որ եկեղեցուն լուրջ վնաս հասցնի, տեսեք, սա ընդհանրապես կլինի հարված մեր ազգային ինքնությանը, որովհետև մենք լավ գիտենք, որ եկեղեցին հենց ազգային ինքնության ամենամեծ պահապանն է։ Եվ այսօր եկեղեցուն նման հարված հասնելը, երբ որ անվտանգային լուրջ խնդիրներ ունենք, տեսնում եք տարածաշրջանում ինչեր է կատարում, մեր հարևան երկրներում շատ լուրջ պրոցեսներ են գնում, իսկ մենք ընկած այդ խնդիրների փոխարեն որոշել են հոգևոր բարենորոգման ծրագիր իրականացնել։ Սա բնականաբար կեղծ օրակարգ է եւ սա միտում ունի ժողովրդին շեղելու, սա միտում ունի ժողովրդին կոտրելու, հայ քրիստոնյային կոտրելու, իհարկե չի ստացվելու, բայց այն ինչ էլ որ արել են արդեն, բնականաբար սա իր հետ նաեւ բերելու է իր անդառնալի հետևանքները։ Եվ մի ճիշտ հարցը Մասիս համայնքում, երբ որ Մասիս քաղաքում հենց երբ որ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց պատարագին, այդ օրը տեսանք, որ այլ համայնքներից եւս քաղաքացիներ էին բերվել եւ նրանցից մեկը լրագրողների զրույցում նշել էր, որ այդպես է իրենց հայտարարվել, պահանջվել է ներողություն, այդպես է պահանջվել, եկել էր անգամ ասաց, որ հիվանդանոցից է եկել, պետք է այդպես լիներ։ Հիմա այս պարագայում, հա, երբ որ թեմի առաջնորդ, եթե չեմ սխալվում, հարկադրելու համար է նաև կալանք կրում, չէ, որ հավաքների մասնակցելու համար պահանջել էր։ Հիմա այս պարագայում մենք չենք տեսնում որևէ պաշտոնյայի, որը այդ նույն քաղաքացուց, որ պահանջվել է ներկա լիներ, այսինքն այս երկակի ստանդարտների մասին կուզեմ։ Այո, երկակի ստանդարտներ են գործում, դուք ճիշտ նկատեցիք, Արագածոտի թեմի առաջնորդին մեղադրում են իբրև քահանաներին, հավաքներին ուղարկելու հարկադրանքի մեջ, երբ որ այդպիսի փաստ գոյություն չունի, եւ նաեւ մեղադրում են մի այսպիսի արտահայտություն անելու համար, իբրև նա ասել է, որ ում ուզում եք ընտրեք, Նիկոլին մի ընտրեք։ Այս արտահայտության համար նրան մեղադրում են եւ նա կալանավորված է արդեն երկար ժամանակ։ Մինչդեռ մենք ունենք այս հակառակը փաստող երևույթները, որը որ հենց իրենց թիմն է կատարում, բայց բնական է, ինչը վերաբերել է ընդդիմությանը կամ այլ քաղաքացիներին, այլ կարծիք ունեցող քաղաքացիներին, դա վերաբերել չէ իշխանավորներին։ Այս երևույթը կա, ցավոք կա, եւ բնականաբար մի կարևոր բաներ եմ ուզում այստեղ մատնանշեմ, տեսեք, օրինակ այսօր շատ մեր հայրենակիցներ նաեւ չխորանալով այս նրբությունների մեջ, այդ հոգեվոր կրոնական նրբությունների մեջ, օրինակ գնում մասնակցում են կարգալուց եղածի պատարականման արարողությանը։ Սա նաեւ մեր հոգեվոր հայրերն են սրա մասին խոսել բազմիցս, սա նաեւ շատ վտանգավոր է զուտ իրենց առումով, որովհետեւ դա չի համարվում պատարակ, ավելին, եթե գնում են ծեսի հետ կապված մկրտության նման խորհուրդների են մասնակցում, դա նույնպես չի համարվում, այսինքն իրավական կանոնական ուժ չունի եւ բացի դրանից դա նաեւ կարող է անեծք բերել հենց իրենց ընտանիքների վրա։ Սա վտանգավոր բան է, որ մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ հստակ իրենք հասկանան, որ պետք է մենակ հայ առաքելական Սուրբ եկեղեցու պատշաճ հոգեվորականներից դա ընդունեն։